Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, Սևելնի Վարդան Ղուկասյան։ Ուրեմն նայում եմ ինձ ցույց են տալի իրավիճակը այսօրվա Հայաստանում։ Այդ տաշիր սամոն իա նաֆարինը առած ընկած բնը քուչեկը, նախայտարակություն։ Այս Սերժը ընդեղա հել է ելույթ հալնենը ասում իմ հայրենիքը հանձնում են։ Ինչ-որ սխալ իրավիճակ, փողոցները թափած են, Քոչարի ճամբարը մի կողմից, նրա ճամբարը մի կողմից, իրար են հոշոտում, իրար են կալանավորում, իրար են բռնում, չգիտեմ, իրար են թքում մրում եւ այլն, դոդական, մոդական եւ այլն, նայեմ ասում եմ լավ։ Իհաց հələ հարց։ Երբ որ Նիկոլ Փաշինյան Բոզդի տղեն Ղարաբաղը հանձնում էր, սրանք ուր էին։ Նույն տաշիր սամոն ընտանիքը խիչ էր վեկալ է այդ իմբիցիլ ընտանիքը Արամ Վարդևանյան ղախ տղենել քանիկա Քոչարյանի հետևից էր վազն, հիմա էլ սա հետևից է վազն։ Հլն ընկնեին փողոցները թույլ չտային Ղարաբաղը հանձնելու եւ այլն, ամբողջ Ադրբեջանը ցնցության մեջ է, ղժմացեր վրեն, ընկեր Հայաստանի բնակիչներ, ասում են Նիկոլի շտորի մեզ հաղթեց, չտեն ասում, շտորի Ադրբեջանի հաղթեց։ Նիկոլ ասում են լավ, ինչ պիտի անի, որ հայերը Նիկոլին չսիրեն։ Նիկոլը ելի պիտի գա մտնի, չգիտեմ, տուն արտում քաքի ձեր բերանը, որ դուք էլի կարող եք կանից հետո էլ դուք նույն Նիկոլ սիրեք։ Չեմ կարում հասկանամ ինչա։ Այն թագուի Թովմասյան ագարկեն են Իշխան Զաքարյանի ոռիսակ ծծողը ընդեղա հել ինչու ասում է ելույթ անելում 25 ձայն եսի մի ձայն։ Թագուի Թովմասյան լավը թքում եմ 5 տարի պարլամենտում նստար ինչ արի Ղարաբաղը տալուց։ Իշխան Զաքարյանը ինչ արեց։ Նայեմ ասում եմ լավ, էս ինչ հա կատարվում, էս ուր ենք ընկեմ մենք, էս ինչ երկիր տարավ էս երկիրը, մարդիկ սամալոտներով, բոինգներով, ամերիկաներից, եվրոպաներից, էլ Ռուսաստաններից, հելան եկան թոք ընտրին, այդտեղ այդքան ժողովուրդ թոք ընտրին, վերջում բանից պարզվա, որ 5-րդ տեղն ենք, ինչ-որ տոլի 6-րդն ենք խաբարել չեմ, էլ չեմ էլ ուզում հետարքնվեմ։ Ինքը երկրի ղեկավար կոչվածը հələ որ ոչ պարով էլի ասում է, ընտրակեղծիքներ են, ընտրակակեր են, այո, էականադեզություն են թողել ընտրությունների վրա են։ Բա որ էականադեզություն են թողել ընտրությունների վրա են, իրից քանից հետո այս ընտրությունները, այս խայտառակությունը ո՞ս կարելի է համարել լեգիտիմ։ Ես չեմ կարող հասկանալ։ Ես երևակայի տարի ու կես գտնվելով այս համակենտրոնացման ճամբարում կտրվել եմ իրականությունից ու հիմա որ նայում եմ ասիկը ցույց եմ տալիս ամեն ասում եմ էս ինչ է այս երկրում կատարվում լավ էս ինչ տարավ էս երկիրը էս Բոզի տղա դոդը տուպոյ տաշիրը հերել են ընկել Արա ջան էս բա երկիր էր հանձնվում ուր եք ոչ Կիրանց Բերձոր ու այդ Կիրանցի Բերձորի ժողովուրդը այսօր ուր են Այդ Ղարաբաղի 150,000 թախսականները այսօր ուր են, ում են ձեր տվել չես հասկանում, երևի Նիկոլ։ Հիմա երևի Տիգրանաշեն պիտի հանձնի, բա այն վաղ թլնեիք սենց բանը ձեր ընտանիքին վեկալեիք ընկնեիք բանը փողոցները թույլ չտայիք որ տես բանը լներ, տաշի ստամո։ Էս ինչ զզվելի ազգ եք դուք, էս ինչ խայտառակություն եք դուք։ Էս ինչ թուրիմացություն եք դուք, ասենց էր երևի 15 թվին է եղել, երևի ուրն է հաստատ, երբ որ Աբդուլ Համիդի ջարդերից հետո նորից հայ երիտասարդությունը հələ միա ոռը ճղում էր ուզում էր գնալ երի թուրքերի բանակում ծառայեց պաշտպաներ Թուրքիան, ու գնացին մտան պաշտպանեցին Թուրքիան անգլիացիներից ու ֆրանսիացիներից, որ հանկարծ անգլիացիներն ու ֆրանսիացիները Ստամբուլը չգրավեն, բայց այդ նույն ժամանակահատվածում թուրքերը կոտորում էին այդ նույն զինվորների ծնողներին։ Կոտորում էին այդ նույն զինվորների ծնողներին ու այդ նույն զինվորները անձնվիրաբար ծառայում էին Թուրքիայի համար։ Այդ նույն բժիշկները ում հարազատներին կոտորում էին, փրկում էին թուրք զինվորների կյանքը։ Վերջում էլ երի Թուրքիայի դրին միլիոն ու կես քշին Բերձորի անապատ, մամաները լացացրին մորթին, կոմից ասել է ծամենի հողի վրա խելագարվող։ Հիմա նույնը կատարվում է Հայաստանում։ Դրեցին հայ զինվորներին վառին, մի հատ օլիգարխ չլավ չխոսած, ոչ պորնիկի վաստակ դոդի գագոն, ոչ տուպոյ տաշի սամոն, չելան ասի 15 զինվորը խի վառվավ։ 10 կոպիս։
5000 հոգու դրին կոտորին, ասեցին զոհվել են հանուն ոչնչի, 5000 զինվորից 500-ից ծնողը դուր չեկավ ասեց Աննա Հակոբյան լավը ծռեն, ես ինչ ես ասում։ Հիմա աթոռը կռիվա հելը իրեն հոշոտը բռնում են, տանում են, դեսեն անում են, աթոռի կռիվ, մենակ աթոռի կռիվ։ Ունել են մի աթոռի կռիվնա գնում, որ ոչ մի բան չեն կարա փոխեն։ Ոչ մի բան։ Այսպես կոչված ոչ տաշիրը, ոչ ռոբիկը, ոչ դոդը միասին վեկալած ոչ մի խերս չեն կարա փոխեն։ Էլի գալու են նստեն, նոտարի նման պեչատեն, ինչ որ ուզում, էլի պիտի Ալեն Սիմոնյան բան, դեզեն, հլնեն, ցայեն, սպնեն, սրեն, սրսպեն սրանց քիթու բենին, դուք էլ նստեք նայ։ Ու էլի պիտի շաղնակի, տա ասեսի, մերը չի, մերը չի, Ղարաբաղը մերը չի, Սյունիքը մերը չի, Տիգրանաշենը մերը չի, Երևանը մերը չի, Դաժե հասարակ պատմություն չգիտի բոզի տղա Նիկոլ Փաշինյանը, որ այս ամենը ինչի վրա, որ հիմա նստած Ադրբեջանը, այդ Ադրբեջանը կայացել է Գյուլիստանի պայմանագրից հետո, դա եղել է Պարսկաստանի հողերը, որը որ վերցել է ռուսական կայսրությունը։ Այդ Ադրբեջան չի եղել, որ մի հատ էս Ադրբեջանը լիներ կամ չլիներ։ Կրթություն ստացել է, պատմություն լսել է, ոչ։ Էս ինչ տարար դու հայաց։ Ես ուրեմն հայ չեմ, ես և ինձ ձեն տվողների գերակշիռ մասը, են մարդիկ ովքեր որ գնաց հետո են ձեն տվել, հայ չեն, որովհետև չի կարող մարդը, ազգը, որի զինվորների աճունը հələ չի քայքայվե եռաբլուրում, գնա նորից սրանց ձեն, դա տես ազգ գոյություն չունի։ Չի կարա, ուրեմն կան ես հայ չեմ, կամ սրանք հայ չեն, երկուսից մեկը։ Չի կարող պարտված մարդը նորից գնաց ձեն տան մի իշխանությանը, ով իրան ստորացրել է, նսեմացրել է, հասել է այս վիճակին։ Չի կարա տես բանել, դա չի տեղավորվում ոչ մեկի ուղեղի մեջ, չի տեղավորվում ոչ մի հաշվարկով։ Որ 8 տարի հլնի անընդհատ նույն բանն ասի, կփռեմ, կտատեմ, կկանադա վրեմ, ասվածին կփռեմ, 8 տարի նույն բանն ասի և այդքանից հետո չկատարի ու էլի նորից գնան ձեն տան։ 8 տարի ասի Քոչարյանը հանցագործա, դոդը բոզի տղայա, էս այն, էլի նորից գնան ձեն տան։ Չի կարա տես բան լինի։ Ուրեմն այս ազգը ապրելու իրավունք չունի ուրեմն։ Ուրեմն ես հիմա համոզված եմ, եթե վաղը 2030 թվին, 31 թվին Հայաստանում նախագահի թեկնածություն տնի Ադրբեջանի նախագահ Ալիևը, մի քիչ էլ փող բաժանի 100% անցնելու է, կասկածողի մերը թունեմ, 100% անցնելու է, ուրեմն այդտեղ հայեր չեն ապրում, այդտեղ ապրում են ադրբեջանցիներ, որոնք տիրապետում են հայերեն լեզվին և ունեն հայկական ազգանուն, վերջացավ, ափսոս իմ նյարդերը, ափսոս իմ առողջությունը, ափսոս իմ ամեն ինչը, որ ես 8 տարի դրեցի այդ ազգի վրեն, բարձրացնելով դրա սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլն, խնդրում այսօր ստիսին հրճվալով վիդեոտնի ոնց է գործի գնում քաղաքապետարան, Ալեն Սիմոնյանը ծծության մեջ, վեցուքը պիտի գա ձեր տան մեջ քունի ծծցնի, մորթի թռի հետելնի կնա, ով անողի մերը քունեմ ես։ Ուղղակի ես Սփյուռքի ժողովուրդն է թրթրվում, ծակրծում տենալու ինչ է կատարում այդ հողու ջրի հետ, հարցը հողու ջուրն է, ոչ թե հողու ջրի վրա ապրողները։ Ես միանշանակ համոզված եմ, այդ թարգմանել ռուսերեն, Ադրբեջանն էլ լսի։ Ադրբեջանի նախագահն դնի իր թեկնածությունը կանցնի։ Դառնա Հայաստանի պրեզիդենտ։ Սերժ Սարգսյանն էլ ասում եմ հայրենիք են հանձնում։ Սերժ բոզի տղա դու բերիր սրան, դու բերիր արհեստական հեղափոխությամբ։ Դու քո նման խախպի տղեն, որ սրան չբերես, այդ բանակ չծառայած թայֆով, և որ Գասպարյան Վովան իմ աշխի լուսը չի, բայց Գասպարյան Վովան եկավ ասավ քո դուրն ասում էր թույլ մորը ծծացնեմ ես բոզի տղու, ու Վովան ծծացնող էր մի վարկյանում, Սիսի, Նիկոլ, դթում բոզի տղա և կքաշեք քթերը և կպրծնենք, դու չթողեցիր, քիչ թողեցիր, որովհետև թող էր Ալիևից Ադրբեջանը հանձնող էր պետք։ Հիմա հեր ասում ես իմ հայրենիքը, ուրա քեզ հայրենիքը թանձնեց, բոզի տղա։
Էս ինչ հավաքածու է, էս ուրեմ ես ընկեր փուլ թքեմ ձեր լավի բերանը, բոզի տղեք, սեկտեր եղեք։ Всё.